Հիմնական եկամուտը ծաղիկներից է, դե գյուղացիները գիտեք, մանավանդ ծաղիկաբուծությամբ են զբաղվում իրանք։ Ջերմոցներն են։ Ինչ ծաղիկներ եք աճեցնում։ Հիմա մեխակն է, սեզոնային ծաղիկներ էլ կան, խրիզանտեմ, ջուլպաններ էլ կային, վերջացան արդեն։ Հետո գալիս է արդեն բտուղ են վաճառում։ Հիմնական հիմա մեր բակի բտուղներ միայն ուտելու համար են, որովհետև քիչ են։ Ծառերի քանակությունը քիչ է, այդպես այգեր չունենք։ Ունենք սեփականաշնորհված հող, բայց ոչ մի բան այնտեղ չենք աճեցնում, որովհետև ջրի պատճառը գիտեք ջուրն է։ Այդ ուրիշ ինչ եք ուզում։ Այսինքն ջուր չկա։ Այսինքն ջուրը չեմ իմանում, ես նոր եմ եկել, այտենց իմացա, լսեցինք, որ ինչքան ժամանակ որ եկել եք։ Անցած տարի օգոստոսից։ Հիմա կլինի մի տարի, 2 ամսից հետո։ Որտեղից եք եկել։ Սիրիայի Խամիշլի քաղաքից, այնտեղ էի բնակվում, այնտեղ էի աշխատում։ Ամուսինս տոկարի գործով, տորնոչի որ ասում են, տոկարի գործեր անում։ Հիմա ինքն էլ ստեղ աշխատում է 17 կվարտալում, Զեբրա ընկերությունում աշխատում։ Ես այնտեղ ազգային Եփրատ վարժարան կար, առաջինից 6-րդ դասարանների դպրոց էր, հայկական դպրոց էր, այնտեղ ուսուցչի աշխատում, որպես հայերեն ուսուցչի։ Բայց լրիվ արմատա հայերենով, ոչ թե հայերենով։ Մեր օրը սկսում է երեխաներին կերակրելով փուճուրներից մինչև մեծ։ Հետո ամուսիններն են ուղարկում գործի։ Տան գործ, ճաշեփել, հիմնականում ստեղ էսը։ Ասենք որ հողամասում ինչ-որ աշխատում ենք, բան չէ։ Հիմա մանավանդ որ ջուրնալ հատքան, գրունտային ջրերը պակասել են ավելի շատ, արտեզյան ջրերը չկան։ Էդ է հիմնականում։ Գիտեք, առավոտյան մինչև ժամը 10 հողամասում եթե աշխատեցիր ու երեկոյան ժամը 7 անցկեցից հետո մինչև ժամը 8, մինչև որ մութ ընկնում է, դա։ Ուրիշ աշխատանք չկա այստեղ։ Այսինքն մեզ համար չկա։ Իսկ Սիրիայում ինչպես էր օրը անցկացնելու առումով ուստեղ։ Սիրիայում եթե ամառը վերցնենք, ամառը մինչև առավոտյան ժամը 8 պետք է գործել վերջացնեն, որտեղ այնտեղ շատ շոկ էր։ Դե համեմատած այստեղ Սիրիան ավելի տաք երկիր է։ Այնտեղ ավելի պակաս աշխատանք, ավելի պակաս օգնություն։ 2-3 օրը մենք փոշիները վերցնում ենք, չանց փոշոտ երկիր է, բայց պատոհանները բաները միշտ որ փակ ենք պահում։ Հետո կոնդիցիոները որ աշխատում է, արդեն ավելի զով ներսերը։ Ասե Երևանյան կյանք այն քաղաքացիներ ու քաղաքերում կյանք էինք վարում։ Բացարձակ ոչ մի բան չէին կարող մենք գնանք ինչ-որ միտեղից կտրենք, որովհետև մանավանդ մեր քաղաք Խամիշլին անապատային մի քիչ քաղաք է, տենց հատուկ այգիներ բաներ չունի, որ այդ հաս այգիների մեջ նստես ու բան։ Երեխաներին երեկոյան միայն արևը մարմտնելուց հետո կարող ենք տնից դուրս հանել, որտեղ արևի շատ ցածր է, ոնց որ ասում են, ավելի արևադարձի մոտ է Սիրիան, ավելի արևն ավելի վառող է այնտեղ։ Դրա համար երեխաների համար մի քիչ վտանգավոր է։ Մանավանդ նորածիների։ Կցանկանայիք դառնալ Սիրիա, եթե վիճակը հանդարտվեր։ Եթե վիճակը հանդարտվի, ճիշտն ասած, չենք իման։ Վիճակը հանդարտվի նույն Իրաքի պես է լինելու, մեկ էլ տեսա միտեղ մի հատ ռումպայ։ Մինչև հիմա Իրաքում վիճակատ խաղաղությունը չկա։ Եվ իմ ծանոթների մասկականները, որ ես գիտեմ, որ այնտեղ մնացել են, իրենք ալ չեն խրախուսում մեր վերադարձը, որովհետև ավելի վտանգավոր է լինելու, երեխայի ապագաներն ավելի անորոշ են լինելու։ Այստեղ արդեն սովորել են, վարժվել են հայերենի, սկիզբը լեզվական պրոբլեմ ունեին, տերմինոլոգիա, մանավանդ մաթեմատիկան, թվաբանությունը չէին հասկանում շատ, բայց հետո կամաց սովորեցին, նույնիսկ տղաս ռուսերեն սկսեց սովորել, կարդալ գրել, ուսուցիչների հոգատարությունն էլ ատեր։ Անդե ըստ մի քիչ դժվար էր, բայց անդե մի քիչ հեշտ էր։ Այնտեղ արաբերենով են անցնում ամեն նյութերը, ամեն առարկաները, միայն օրական 1 ժամ, ինչպես տեղ ռուսերեն օրական 1 ժամ ռուսերեն է անցնում, այնտեղ մեր հայկական դպրոցներն օրական 1 ժամ հայերեն են անցնում, եւ շաբաթական 1 կամ 2 ժամ կրոնի պատմություն են անցնում, կրոն որպես պետական նյութ, ինչպես որ ստեղ մտցրեցին կրոնի պատմություն թեմա նյութը, նույնն է այնտեղ։ Դրա համար իր համար ավելի հեշտ է արաբերենը, 4 տարեկանից այնտեղ արդեն սկսում են գրել կարդալ արաբերեն, անգլերեն ու հայերեն։ Իսկ այնտեղ ինչ լեզվով էին խոսում երեխաները, հայերեն թե հայերեն, որովհետև շրջապատը լրիվ հայ էին։ Այսինքն արաբ ընկերներ ունեին, 10 ընկերներ ունեին, իրենց այդ արաբերենով էին խոսում։ Առաջի դասարանում ինչ որ արդեն երեխան գնում է, արդեն հանգիստ կարողանում էր խոսել արաբերեն։ Պետք է հանգիստ խոսել, գրել կարդալ արաբերեն, որովհետև այնտեղ ուսուցման մակարդակը ավելի խիստ է, ավելի ծանր, ավելի խտացված է, ավելի չեմ ամ, ես նկատեցի, որ այնտեղ ավելի հիմա այստեղ 4-րդ դասարանի անգլերենը, այնտեղ 2-րդ դասարանում էին անցնում այդ անգլերենը,
երեխաներս այս տաճից ասած չսովորեցին, որտեվ ասեց մամա տղասած էս երեխեքի անգլերենը ես չեմ կարդա։ Ես էսից չեմ սովորի, որտեվ այնտեղ 4-րդ դասարանում արդեն անգլերենից իրանք շարադրություններ հանգիստ պիտի գրեին, ավելի ուրիշ խտացված ավելի անգլերեն այնտեղ։ Տեսնենք Լավ, որ իսկ դու արաբերեն կներկանաս, կասես քո անուն ազգանունը, քանի տարեկան ես։ սկսի արաբերեն։ Չեմ Անա հիշում։ Արաբերեն ասա իմ անունը Մերի է։ Իսկ անգլերեն լավ։ Գնա Շանթին ասա։ Այդքան էլ չէ։ Գնա Շանթին ասա թող։ Լեզուներից ամենալավը հայերենը գիտես։ Մանը ասում շանդ ու քնիթի Թովմաս։ Իսկ հիմա ո՞ր լեզուն ես դու ավելի լավ իմանում։ Արաբերեն ավելի լավ եմ։ Հայերեն մի քիչ լավ եմ իմանում, բայց կան այդպես որ ասում են հնչյուններ, օրինակ 3 տար D, 3 տար T, կամ էլ G, կամ էլ Z, այդպես բաներ։ Չգիտեմ։ Հարցնում եմ, ասում են որ գնա, որ ծնա։ Չգիտեմ այդպես բան։ Հետո բանը, հետո արաբերեն ինձ համար հետո արաբերեն լեզու շատ, արաբական լեզուն շատ էի կարող։ Ունավ արաբական աշխարհը։ Իսկ արաբական աշխարհում քեզ ի՞նչն է շատ դուր գալիս։ Շատ դուր գալիս բանը։ Բան քաղաքները բանը լավն են։ Լավ աններ գիտեմ, ընդ հին մշակութային բան։ Սա մշակութային պալատներ կային, թագավորություններ կային արաբական։ Այսինքն Զանյուբիա թագուհու բանը։ Զանյուբիա թագուհու բայիսպը բանը առաջ Սիրիայի ամենահին թատրոն Բուսրան։ Բուսրան եւ ունի 14 մարզերը որ կան։ Իսկ հայերեն սովորելիս էլի դժվարություններ ունեցար։ Գրելը եւ կարդալը, ստե կարդալը ուրիշ ձև է, ընդ արեմ տայենա, սկսե ուրիշ ձև է։ Ստե որ դպրոցը մի քիչ դժվար չի, ընդ մի քիչ դժվար է, էլի։ Բայց ինչ է դժվար, որտեղ այնտեղ ամեն ամիս ու կես, ամեն մի ամիսը մեկ իրանք քննություն են հանձնում, գրավոր քննություն բոլոր առարկաներից։ Ու վերջնական տարեվերջում քննություններ են հանձնում նույնիսկ բոլոր առարկանից, իսկ այդտեղ այդ քննությունը չկար։ Ուրախանում եմ, մամ, բա քննություն չկա, ասում եմ, չէ, չկա, չի հավատում, ասում եմ, ոնց ես քննություն չունեմ, ասում եմ, չէ, չունես։ Բայց այնտեղ շատ խիստ է դրված ուսուցումը։ Հենց առաջի դասարանից շատ խիստ են վերաբերում։ Մանավանդ մասնավոր վճարովի դպրոցներում, իրանք վճարովի դպրոց էին գնում։ Հայկական դպրոցները ընդհանրապես ազգային դպրոցները, ոչ միայն հայկական, մյուս ազգային դպրոցները լավ վճարովի են։ Ջերմուկ եմ գնացել, խորվիրապ եմ գնացել։ Ինքն դեռ ընկերություններ, այստեղ ընկերուհի ունի։ Հա, իսկ ի՞նչ Մեր փողոցում աղջիկ չկար։ Դե սաղ տղա են։ Իրանց հետ հեշտ է շփվելը։ Չի խաղացում։ Ինչի։ Չգիտեմ, չար են։ Շատ է ցանկանում վերադառնալ Սիրիա, որտեղ ընդ նախագրտած ուզում եմ հաճախեմ։ Բան, ընդ հաճախում եմ դեպի, բայց ուզում եմ շարունակել։ Այսինքն ճանապարհը շարունակեմ ես։ Իսկ ստեղ չես տեսնում ապագա, որ ստեղ չես ուզում մնալ։ Չէ, ստեղ չեմ ուզում մնալ։ Ինչի։ Ինչը դուր չի գալիս քեզ ստեղ։ Լեզուն։ Չեմ հասկանում։ Ինքն ասում են այդ բառը, ես էլ ասում եմ էդի, ասում եմ այդ որն է, այդ ինչա։ Սիրիական ճաշեր եմ ստեղ սարքում, սիրիական համեմունքներ եմ բերել հետս, որովհետև ամուսինս եւ երեխաները սիրիական ճաշեր են ուտում, հայկական ճաշեր չեն ուտում։ Մանավանդ ռեհանը, եթե կամ համեմը համեմված է լինում այդ տվյալ ճաշը, այդ համեմունքներով, այդ կանաչ եղանը իրանք չեն ուտում։ Ինչ ճաշեր անուններ կտակ մի քանի։ Ընդեղի ճաշերից ինչ եմ սարքում, ընդեղից սպագետի եմ սարքում, քբեսենի, քբելեբենի, ընդեղ սարմա, ընդեղ սարմա դոլման, որ ասում են ուրիշ է, ստեղի սարմայի նման, ստեղի դոլմայի նման չի։ Նույնն է, բայց մի քիչ ավելի ուրիշ ձևով է սարքում։ Իսկ սիրիական ավանդույթները պահպանում եք։ Դե ամեն գիշեր ընդեղ, չէ, ընդեղ ամեն երեկո, ամեն գիշեր քնելուց առաջ երեխաներից պիտի աղոթեին, վերջը քնեին, արդեն իրենց մոտ ռեֆլեքս էր եղել, բնավորությունը մեր գծի մեջ էր մտնել։ Այստեղ գյուղում այնքան որ վազվզում են, այնքան են վազում, այնքան են հոգնում, որ հազիվ հասնում են փաղնիկ, լողանում են, ցայվում են ու հազիվ գալիս են ամեն մեկը միտեղ ընկնում քնում է, որտեղ շատ այնտեղ չեն, այդքան չեն հոգնում երեխաները, որտեղ այդքան խաղավայր, այդքան բան չկար այնտեղ։ Հետո միշտ ուշադրության կենտրոնում են իրանք։ Ամուսից միջև հիմար երեկոյան աղոթում է, քնում է։ Դուր է եկել ամեն ինչ։ Երևանի հուշարձանները բանը, այդպես տարբեր մարդերի հուշարձաններ, օրինակ Զվարթնոցը, օրինակ նորա մշակութային վանքեր օրինակ։ Օրինակ բանը Զվարթնոցը, Էջմիածինը, Խորվիրապը եւ այլը։ Այլ վանքեր։ Ցանկանում եմ Մեթարի Ղարաբաղի վանքերը տեսնել, բայց ափսոս։ Հերույա, չեմ կարող, որտեղ
Արարատի մարզան դե Լեռնային Ղարաբաղը ոնց կարա։ Պիտի ես Ծնողների խնդրի թող տանեն։ չէ, դες բան չկա։ Եթե Ղարաբաղը ինձ չեն հասկանում вообще-то։ Լավ ընդ կարիճ է ոցա, ընդ անապատի նմանա։ Բայց շատ է ցանկանում էթայի։ Իմ ամնա սիրած տեղը բանն է, մարզը։ Բան Քեղարգունիքի մարզը որտեղ եմ ընդ Սևանարեջի Սուրբ բանը, այդամ Սևանի եկեղեցին։ Բան այն կղզու մոտ։ Ուզում եմ էթայի բան, որ մի քիչ բանացիների հետ բան արնեն, շփեի ու էթայի բանը, բանալը ջախսում է։ Սիրիայցի։ Ես սիրիայցի եմ, ես Գամիշլի քաղաքը Թուրքիայի սահմանից մի 30 կիլոմետր հեռու։ Դու քեզ հայ չես համարում, շատ ջան։ Համարում եմ այդ։ Յանով Բայց ես սիրիացի ես։ սիրիայցի եմ, բայց քրիստոնյա։ Գրունտային ջրերը պակասել են, դրա համար քանդած է մի քիչ։ Ինչ բույսեր են աճում։ Էսի ոնց որ բնկի ծառա, խնձորենի, տանձենի, սալորենի, խաղող, տամբուլների տարբեր տեսակներ։